Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվեք օրվա ամենակարևորն ու բացառիկը մեկ վայրից բաց չթողնելու համար։ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մտած արտասահմանյան ներդրումների մաքուր հոսքը կազմել է 48 միլիարդ դրամ։ 2024 թվականի առաջին կիսամյակում այս թիվը 107.2 միլիարդ դրամ է կազմել։ Սրանք Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են։ Հիմնականում անկումը գրանցվել է Ռուսաստանից եւ օֆշորներից, հայտնում է Sputnik Armenian։ Ռուսաստանից ներդրումների զգալի արտահոսք է գրանցվել, շուրջ 55.1 միլիարդ դրամ։ Այդ թվում ուղիղ ներդրումները կրճատվել են մոտ 27 միլիարդ դրամով։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին երկու ցուցանիշներն էլ դրական են եղել։ Նշենք, որ ներդրումային վիճակագրությունը ներառում է նաև ապրանքների եւ ծառայությունների դիմացարված վճարումները։ Քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրի ծավալի նվազումը կապված է հիմնականում ոսկու վերարտահանման անկման հետ, դա կարող է ազդել ընդհանուր ցուցանիշի վրա։ Նշենք, նվազել են ներդրումները Ամերիկայի Միացյալ Նահանգներից 8.5-ից դառնալով 2.9 միլիարդ դրամ։ Մինչդեռ Շվեյցարիայից ներդրումները աճել են 7.1-ից դառնալով 18.1 միլիարդ։ Շարունակվել է ֆրանսիական ներդրումների արտահոսքը 2.4 միլիարդ դրամ։ Ներդրումների հոսքը նվազել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններից 9.3 միլիարդ դրամով, որի կեսից մի փոքր պակասը կազմել են ուղղակի ներդրումները։ Ինտերը սպասում է լրացուցիչ բժշկական եզրակացությունների կապված կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի հետ։ Հայ ֆուտբոլիստը վաղաժամ լքել է խաղադաշտը Նապոլիի դեմ խաղի ժամանակ։ Ըստ ակումբի տեղեկությունների Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ձգում է ստացել։ Առաջիկա օրերին նա կանցնի հետագա բժշկական հետազոտություններ վնասվածքի ծանրությունն ու վերականգնման ժամկետը որոշելու համար։ Հայ կիսապաշտպանի վնասվածքը տեղի է ունեցել թիմի համար բավական բարդ ժամանակաշրջանում։ Ինտերը ներկայումս բախվում է մի շարք խաղացողների բացակայության խնդրին, եւ Մխիթարյանի հնարավոր բացակայությունը կարող է ել ավելի բարդացնել իրավիճակը, հաշվի առնելով առաջիկա խիտ խաղացանքը։ Մխիթարյանը համարվում է Կրիստիան Կիվուի թիմի առանցքային խաղացողներից մեկը, ապահովելով հավասարակշռություն, փորձ եւ կայունություն կիսապաշտպանությունում։ Ինտերը հույս ունի, որ վնասվածքը լուրջ չի լինի, քանի որ թիմը պատրաստվում է կարևոր հանդիպումների։ Ադրբեջանը պատրաստ է ռուսական ապրանքները հասցնել Հայաստան։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 2 օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս ռուսական երկաթուղիները տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարության այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար, հայտարարել է Օվերչուկը։ Նա նշել է, որ Հյուսիս-Հարավմիջանսկի ադրբեջանական հատվածի կառուցման գործում Ադրբեջանի առաջընթացը հստակ տեսանելի է։ Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է թույլատրել ղազախական բեռների, մասնավորապես հացահատիկի մուտքը Հայաստան։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կոչը ներքին գործերի նախարարությանը եւ ազգային անվտանգության ծառայողներին։ Հեռու մնացեք պաշտոնական դիրքի չարաշահումներից։ Վստահ ենք, որ մոտ ապագայում պատասխանատվության կենթարկվի նաև նման միջոցառումներին ծառայած եւ իշխանության դրածո հոգեվորականների անվտանգությունը վերահսկելուն հնազանդված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչները։ Սակայն դա բավարար չի լինի հատուցելու համար այն վնասը, որը դա կհասցնի Հայաստանի վարկին, եկեղեցու հեղինակությանն ու Հայաստանի հոգեվոր բարոյական մթնոլորտին, հայտարարել են Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունից։ Հանկարծամահ է եղել ամիսներ առաջ անհետ կորած ապամարմարի գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը, Նորայր Պետրոսյանը։ Դեռ օրեր առաջ Նորայրի հետ զրույցում հարցին, թե տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից, նա միայն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։ Հիշեցնենք, մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարի գյուղում կորել է 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց։ Մայիսի 7-ին Մարմարիկի գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր։ Հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակին, ամբողջ երկայնքով նկարելու համար։ Կիրառվել էին նաև անօդաչու սարքեր եւ փրկարար նավակներ։ Աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ջրասուզակներ։ Դեպքից 20 օր անց ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտ կամրջի մոտ հայտնաբերեցին երեխայի տի։ Դոկուսակցությունը հայտարարություն է տարածել։ Սիրելի Լոս Անջելեսահայեր,
Հոկտեմբերի 27-ին ժամը 11-ին Լոս Անջելեսի հեռուստակայանի շենքի դիմաց տեղի կունենա խաղաղ ակցիա ի պաշտպանություն ԴՕ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, ով արդեն 8 ամիս է գտնվում է կալանավայրում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից շինծու քրեական մեղադրանքների հիման վրա ենթարկվելով բարոյահոգեբանական եւ առողջական խոշտանգումներին։ Վարդան Ղուկասյանի կոչով անկախ միմյանց ունեցած վերաբերմունքից կամ գաղափարական տարաձայնություններից կոչ ենք անում բոլորին մասնակցել բողոքի ակցիային, ցույց տալու մեր աջակցությունը Ղուկասյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող եկեղեցու հոգևոր այրերին եւ բոլոր քաղբան տարկյալներին։ Ուրեմն առաջ դեպի միասնություն, դեպի հաղթանակ, դեպի արդար պայքար, նշվում է ԴՕ կուսակցության հայտարարության մեջ։ Այսօրվա համար այսքանը։ Միացեք Փակ TV-ին ամենակարևորը բաց չթողնելու համար, ինչպես նաև մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։